Դե տրամադրության տակ է։ Պարոն Զաքարյան, իմպիչմենթի գործընթացի հետ կապված, ինչպես գիտեք, ձեր գործընկերները անդիմադիր լուրջ չեն համարում այս գործընթացը, մասնավորապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտնել էր ավելի վաղ, որ ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է։ Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս ամենի մեջ, իմ պատկերացմամբ լավ չհասկանալով, թե ինչ են անում։ Լավ չեք հասկանում, ինչի մեջ եք մտել ու ուր եք գնում։ Չէ, մենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 115-րդ հոդվածը լավ ենք հասկանում եւ մեր երկրի ներսում եւ երկրի շուրջ ստեղծված արտաքին քաղաքական եւ ներքին քաղաքական իրավիճակն ենք շատ լավ հասկանում։ Շատ լավ հասկանում ենք նաեւ այս իշխանություն կոչվածների քաղաքական անպատասխանատվությունը եւ կարմիր գծեր չունենալը։ Շատ լավ հասկանում ենք, որ ընտրությունները դեռևս չսկսված արդեն հաջորդ կապիտուլյացիայի ճանապարհ են գուժելու բոլորին։ Շատ լավ հասկանում ենք, որ բոլոր այն ուժերը, որոնք փորձում են ընտրություններով ինչ-որ մի բան փոխել, ուղղակի այսպես վիճակախաղով են զբաղվում։ Եվ շատ լավ հասկանալով, որ իմպիչմենտն էլ հեշտ գործընթաց չի, այնպես չի, որ ԿՊ-ում նստած մեզ սպասում են ժամացույցին նայելով, թե այս ինչ եղան, այս մարդիկ են ուշանում գան, ստորագրեն գնանք, չէ, իհարկե այդպես չի, բայց ընդդիմությունը այս նրա համար է, որ կարողանա եւ զսպումների եւ հավասարակշռումների մեխանիզմը ստեղծի ոչ միայն խոսելով, այլ նաեւ իր ձեռքի տակ եղած լեգիտիմ, իրավական, քաղաքական բոլոր գործիքներն օգտագործելով։ Երբ որ մենք դիմադրության շարժման փողոցներում ոստիկանության եւ իշխանության մյուս ներկայացուցիչների հետ մեր բողոքի ձայնը էինք բարձրացնում, մեր քաղաքացիական անհնազանդությունն էինք անում, այն ժամանակ էլ որևէ մեկը մեզ չէր երաշխավորել, որ հեսա Նիկոլը գալու է Ֆրանսիայի հրապարակում ծնկաչոք ներողություն խնդրի եւ իր հրաժարականի դիմումը փոխանցի 3 միլիոն վարչապետներին։ Իհարկե չի գալու։ Բայց դա քաղաքական պայքարի հենց իմաստն է, այնպես որ իմպիչմենտի նկատմամբ մեր լրջությունը կամ անլրջությունը կախված է բոլորի լրջությունից եւ անլրջությունից։ Եթե ընդդիմադիր դաշտում թեկուզ մեկ քաղաքական միավոր անլուրջ է վերաբերվում, ինչ որ ինքն իր չափով անլրջացնում է նաեւ այդ գործընթացը։ Ինքն իր չափով։ Զաքարյան, տեսեք, Քոչարյանն ասում է, որ գուցե ինչ-որ մարդ կա, որի կյանքի երազանքն է, մանկության երազանքն է 48 ժամով վարչապետի թեկնածու լինել, բայց կոնկրետ իրենք չեն ուզում ֆոն կամ դեկորացիա լինել այդ գործընթացի համար։ Խնդիրը սրա մեջ է։ Չէ, տեսեք, խնդիրը այն բանի մեջ է, որ մենք պետք է իմպիչմենտի գործընթացին գնանք, այսինքն ազգային ժողով մուտք արվի, համապատասխան թուղթը, ձևաթուղթը այն պարագայում, երբ որ վստահ լինենք, որ 72 ժամ հետո մենք ունենալու ենք նոր վարչապետ։ Միայն այդ պարագայում։ Այլ պարագաներում, այո, այդ վարկածը իրավունք ունի, այսպես ասած, հնչելու, որտեղ կարա նաև այդպես լինի, որ զուտ փորձելու համար, փորձենք հաջողության հասնելու համար եւ անենք ամեն ինչ։ Գուցե նաև չլինի այդ հաջողությունը, տարբեր իրավիճակներով պայմանավորված, մենք չգիտենք, թե վաղը Հայաստանում ինչ զարգացումներ լինելու կամ Հայաստանի շուրջ եւ ստիպված լինենք ընդհանրապես բոլոր տիպի ներքաղաքական process-ները դադարեցնել կամ ընդհակառակը դրանք անկախ մեր կամքից այնպես կարագանան, որ նույնիսկ մենք կզարմանանք, որ եթե կարելի էր իմպիչմենտ այսքան հեշտ անել, բանում էինք սպասում, հա։ Այսինքն որևէ մեկը չի կարող հիմա ինչ-որ մի թղթի կամ ինչ-որ մի աստղերին նայելով կամ ինչ-որ մի տեղ նայելով այսպես ենթադրություններ անել հստակ։ Ուղղակի մի բան հստակ է, կա սահմանադրական նորմ, կա լեգիտիմ հնարավորություն, կա իրավաքաղաքական ամբողջ հիմքը, որևէ մեկը մեզ չի ասում, ինչ եք անվստահություն հայտնում, լավ էլ աշխատում,
Ամեն դեպքում ընդդիմության մեջ ընդդիմադիր մտածող մարդիկ եւ քաղաքական ուժերը եւ գործիչները այդպեսի հարց չեն տալիս, ընդհակառակը ասում են ում եք սպասում, մինչեւ երբ։ Եվ այդ հարցի պատասխանը չենք սպասում։ Բայց Իշխան Սաղաթելյանը ոնց հասկացանք սեյֆից հանել էր իրենց ստորագրությունները, որոնք արդեն դրել էին սեյֆում, քիչ առաջ ազգային ժողովի ամբիոնից թափահարում էր այդ ստորագրությունները եւ էլի ասում էր իրենք կլուծեն այդ տեխնիկական խնդիրը, ձեր ուզած ձևաթղթի տակ այդ նույն ստորագրությունները կդնեն, բայց Ես որքանով հասկացա պարոն Սաղաթելյանի ելույթից եւ հայտարարությունից, Հայաստան դաշինքը պատրաստ է միանալ եւ ըստ էության միանում է դրված 6 ստորագրությունների։ Ըստ էության միանում է, այսինքն իր պատրաստակամությունը եւս մեկ անգամ հայտնեց, բայց ոչ թե սեյֆում կամ ինչ-որ միտեղ, այլ համար է դրված է արդեն այդ շարունակության վրա եւ ասվեց, որ եթե տեխնիկապես պետք է նորից ստորագրվի, հա, 6-ից հետո ըստ հերթական համարի ստորագրի, պատրաստ են։ Եվ դա շատ ուրախալի եւ շատ կարեւոր Պակասող ձայներ մինչև 54 մենք ունենք պակասող ձայներ եւ դրա համար պետք է աշխատել, բայց ոնց որ ասում են ճանապարհը քայլելով է, չէ, սպառվում։ Եթե նստած նայես ճանապարհին, ասես 1 կիլոմետր ճանապարհը լկապան, պետք է քայլես, քայլ, տեսնես, որ ընդամենը մնացել է մի ձայն պակասող, այդ մի ձայնը էլ զանգել է ինքը, ասում է, հեսա չգնաք, հեսա գալիս է։ Դա էլ հնարավոր։ Այս լսումներով ինչ եք ուզում հասնել, մտածում եք կոնսոլիդացիա կլինի, ովքեր տեղյակ չեն դեռ, որ նման գործընթաց կա, կտեղեկանան, կգան, փողոցները կհեղեղեն, ինչ նպատակներ։ Փողոցները հեղեղել պետք չի, ես կարծում եմ փողոցները կհեղեղվեն, երբ որ բոլորը լսեն կառավարության հրաժարականի կամ նոր վարչապետի անունը, այդ ժամանակ արդեն ուրախությունից եւ այս իրավիճակից որպես դուրս գալու հույս մարդիկ այդ դեպքում փողոցները կհեղեղեն, այլ պարագայում, այո, մենք ակնկալում ենք, որ ըստ անհրաժեշտության նաեւ պայքարող մարդիկ կարող են հանրային ճնշման միջոցով, հավաքների միջոցով իրենց աջակցությունը հայտնել կառավարության անվստահություն հայտնելու գործընթացին։ Նկատի ունեմ լսումներից հետո գնալու ենք տուն, չի շարունակվելու սա։ Չէ, լսումները նրա մասին է, որ ընդունվի հայտարարություն, որ անհրաժեշտ է սկսել եւ հաջողությամբ իրականացնել գործընթաց, որովհետև եւ այդ որովհետևը ամբողջությամբ հիմնավորված, բացված եւ բոլոր քաղաքական ուժերին էլ այդ թեմայի շուրջ ըստ էության հանրային քննարկման հնարավորություն է տրված եւ շնորհակալ եմ որպես հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, շնորհակալ եմ, որ մեր քաղաքական ուժերը արձագանքել են, եկել են, մասնակցում են, իրենց կարծիքն են հայտնում եւ հուսով եմ, որ մենք իրավական քաղաքական եղանակով կարող ենք ինչ-որ մի լուծումներ ունենալ։ Ինչ էլ որ լինի, չլինի, ընտրությունները կա։ Ընտրությունները մեզ չի սպասում, ընտրությունները մոտենում է։ Մենք նստած ենք, շարժվում ենք, ինչ-որ բան անում ենք, թե չենք անում, ընտրությունը մեզ մոտենում է։ Բայց մենք պետք է կարողանանք նաև մինչև ընտրություն եղած ժամանակահատվածի համար, որտեղ ամեն ինչ հնարավոր է, նոր կապիտուլյացիաներից սկսած մինչև անհասկանալի բաներ, ընդդիմադիր դաշտը պատրաստ պահել եւ ընդդիմադիր դաշտի ձեռքին իմպիչմենտը լուրջ գործիք է, շատ լուրջ գործիք է։ Շնորհակալ եմ, պարոն Զաքարյան։